Ճշմարտություն։ Հաղորդաշար յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։ Ողջույն հարգելի հետևորդներ, Արդար Հայեմ կայքի եթերում ճշմարտություն հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ մենք հյուրընկալվել ենք մեր սիրելի Միքայել arczepiskopos Աջապայանին, Աստված օգնական սրբազանայր։ Մինչև այսօրվա զրույցին անցնելը, ասեմ, որ մենք հետևում ենք մեր հետևորդների կոմենտներին YouTube-յան էջի ալիքի ներքո եւ շատերը երբեմն դժգոհություն են հայտնում, թե հաղորդավարները իրենց հարցերը երկար են ձևակերպում, թույլ տվեք սրբազան այս թեմային մի փոքր անդրադառնամ, նոր այսօր զրուցենք։ Ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ գյումրեցիները իհարկե գիտեն, բայց Գյումրիից դուրս մեր հետևորդները երևի չգիտեն, որ մենք լրագրողներ չենք եւ սրբազանի հետ զրուցում ենք ուղղակի հետաքրքիր թեմաներով, կարծելով, որ այդ թեմաները նաեւ հետաքրքիր կլինեն նաեւ մյուս մարդկանց եւ խնդրում եմ այսուհետ ավելի ըմբռնող եղեք եւ հասկացեք, որ մենք ուղղակի լրագրողներ չենք, ուղղակի զրուցում ենք սրբազանի հետ եւ սա ավելի շատ զրույց է, քան հարցազրույց։ Ուրեմն սրբազան, գիտեք ինչ էինք ուզում այսօր հասկանալ ձեր կողմից ձեր լուսաբանմամբ։ Այսօր աշխարհը զարգանում է, աշխարհը գնում է առաջ եւ շատ կարևոր է մարդկանց շնորհները։ Այ նախ ուզում եմ հասկանալ, թե ինչ է շնորհը, չէ՞։ Մենք էլ շատ դեպքերում երբ մեր կենցաղում առօրյա զրույցներում ասում ենք շնորհակալություն, շատերը չեն հասկանում, թե շնորհակալությունը ինչ է իրենից ներկայացնում, շնորհը ինչ է իրենից ներկայացնում, եւ շնորհը կարծես 21-րդ դարում հատկապես շատ կարևոր է, որպեսզի կարողանանք դիմակայել այս զարգացող աշխարհի տենդենսներին եւ կարողանանք մրցունակ լինել, կարծես թե, հա։ Շնորհը տրվել է բազմաթիվ անհատների մեր ազգի մեջ, օրինակ եթե վերցնենք Մաշտոցը, որ այն ժամանակ իր տարիների համար, չէ, տեխնիկական առաջընթաց էր, կարծես թե գրերի գյուտը, Նարեգացին, Կոմիտասը, այդ մարդիկ Աստծուց ստացված շնորհ ունեին եւ այդ շնորհը ծառայեցնելով ազգին բեկեցին կարելի ասել առանց չափազանցության պատմության ընթացքը անհատները աստվածային շնորհը ունենալով կարողացան մեր կյանքում փոփոխություններ իրականացնել։ Այ կուզենայի ասեիք ինչ է իրենից ներկայացնում շնորհը եւ ինչպես արժանանալ այդ աստվածային շնորհին։ Շնորհը միշտ ներկա է։ Ամեն մարդ ծնվում է շնորհով, առանց շնորհի մարդ չի ծնվում։ Այս շնորհները ըստ մարդու ընթացքի կարող են շատանալ, կարող են նվազել, կարող են վերանալ, չորանալ։ Ինչպես Ավետարանի մեջ չէ, քանքարների առակը կա, մնացների առակը կա, որը խոսում է հենց այդ մասին, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է շնորհներով։ Աստված եթե կյանքը պարգևում է եւ կյանքը մեծագույն շնորհ է, հետեւաբար եթե մարդը արդեն ծնվել է, արդեն շնորհով է։ Այդ շնորհները բազմապատկվում են մկրտությամբ, Աստծուն պատկանելու գիտակցությամբ, ծնողի կողմից երեխային Աստծո շնորհի մեծացնելու ցանկությամբ։ Շնորհները այո բազմապատկվում են նաև քահանայական ձեռնադրությամբ, շատանում են, առադանում են եպիսկոպոսական ձեռնադրությամբ եւ լիանում են հայրապետական ձեռնադրությամբ։ Բայց բոլոր փուլերում էլ մարդը կարող է այդ շնորհները սպառել, ոչնչացնել, չորացնել։ Ամենից որ շնորհը մնայուն ներկայություն է։ Առանց շնորհի կյանք չէր կարող լինել։ Եվ Աստված մնայուն կերպով շնորհում է։ Շնորհ բառը ինչ է նշանակում։ Նվեր, տրված։ Այսինքն դու ինքդ չես ձեռք բերում դրանք, այլ քեզ տրվում է, շնորհվում է։ Եվ շատ լեզուներում, շատ ազգերի մոտ շնորհ բառը այո միշտ ներկա է նաև այդ շնորհակալության մեջ, ինչպես ասացիք, մեր շնորհակալությունը շատ հստակ դնում է շնորհի կարևորությունը։ Մենք շնորհակալություն հայտնում ենք շնորհի անկալունակ լինելու ցանկությամբ եւ դիմացինին այդ նույն ցանկությունը փոխանցելով։
Այսինքն մեր լեզվամտածողությունը հadoop կերպով շեշտված է, ասենք շնորհի վրա։ Бірақ ուրիշ լեզուներ այլ, չէ, ասենք ռուսերենում փրկությունն է։ Спасибо։ Ֆրանսերենում ողորմությունն է։ Merci, չէ։ Բայց ասենք իտալերենում դարձյալ շնորհն է, grazie։ Այնպես որ շատ հետաքրքիր է, որ մեր լեզվամտածողությունը մեր, այսպես ասած, փառաբանողական, գոհաբանական գոհություն հայտնելու իր մղումի մեջ այո շեշտը դրել է շնորհի համար գոհանալու վրա, շնորհակալություն, այսինքն փառք ենք տալիս Աստծուն, գոհանում ենք Աստծուց, որ ինքը տվել է որոշակի շնորհներ, որոնք մենք կարող ենք ունենալ, կալ, չէ, կալ նշանակում է ունենալ։ Այնպես որ ամեն մարդ շնորհով ծնվում է, շնորհները Աստված պարբերաբար ավելացնում է, բայց եւ մարդը այդ ազատությունը ունի, հնարավորությունը ունի, կարողությունը ունի այդ շնորհները բազմապատկելու, առադացնելու իր սեփական աշխատանքով կամ ոչնչացնելու, զրոյացնելու, դարձյալ իր անփութությամբ եւ ոչ ճիշտ ապրելակերպով։ Սրբազան, այսինքն բազմապատկելու համար շնորհը պետք է աշխատասիրություն, հա, հավատք առ Աստված, աստվածային օրհնություն, չէ, ինչու՞ չէ նաև։ Ես ճիշտ եմ հասկանում։ Բազմապատկելու համար բնատու շնորհներ շատ կան։ Բազմապատկելու համար պետք է աղոթք եւ աշխատանք, բայց այդ աղոթքն էլ աշխատանքն էլ ամեն ինչ պետք է լինի Աստծո կամքի մեջ։ Չէ, երբ Աստված շնորհը տալիս է, այդ շնորհը տալիս է, որպեսզի օգտագործես։ Ինչի համար օգտագործես։ Բարիքի համար, հասարակության բարիքի համար, ընդհանուրի բարօրության համար, ոչ թե քեզ պահելու համար, չէ, ինչպես քանքարը պահեմ, հետո կդամ, ով տվեց, չէ։ Ուրեմն պետք է դա օգտագործես, եւ շատերը չեն օգտագործում, կամ օգտագործում են ի վնաս հասարակության։ Մտածելով թե ուրակի պես պետք է լինեն միշտ դեպի իրենք, այն ինչ պետք է լինել մեկ դեպի քեզ, մեկ դեպի մեզ, չէ, ինչպես ասում է։ Այնպես որ շնորհները, այո, առադասնելու հնարավորությունը մեր ձեռքում է, երբ մենք աշխատում ենք եւ աշխատեցնում ենք այդ շնորհները հանուրի բարօրության համար։ Եվ այդ ամենը անում ենք Աստծո կամքի մեջ, ոչ թե Աստծո կամքից դուրս, ոչ թե մեզ համար, այլ Աստծո ծրագրի համար, Աստծո գործի համար։ Այդ շնորհները տրված են Աստծո գործը կատարելու համար, ոչ թե մեր քմաջուկը կատարելու համար։ Եվ դա պետք է մանկուց դաստիարակել երեխայի մոտ, որ այդ շնորհները, որ ինքը ունի եւ ինքը արդեն շատ վաղ տարիքից հասկանում է ինչը կարող է եւ ինչը չի կարող, որ այդ բոլոր շնորհները սեփական անձի կայացման համար չեն, այլ ընդհանուրի բարօրության համար են, Աստծո գործը կատարելու համար են, իսկ Աստված ինքնափառաբանման համար չէ, որ շնորհներ է տալիս, այլ որպեսզի իր գործը շարունակվի այս աշխարհում եւ այս երկրի վրա։ Սրբազան, ուղղակի մի հակասություն է իմ մեջ առաջանում, աշխարհը այսօր ահռելի տեմպերով առաջ է շարժվում եւ ցավոք սրտի աշխարհի մեծամասնությունը անաստված է։ Այդ գիտակցումը, որ Աստված կա եւ պետք է սեփական շնորհները ծառայեցնել աստվածային կամքին, կարծես թե բնակչության երևի 99%-ի մոտ չկա։ Կոնկրետ օրինակ բերեմ, մի հատ փեսա ունենք, չէ՞, Սևամորթ հայտնի Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը, Քայնե Ուեստ։ Ես չէի լուրջ ընդունում, բայց վերջերս անգամ իր հավաստիացումը նկատեցի համացանցում, որ ինքը ժամանակին հոգին վաճառել է անգամ սատանային, ինչ-ինչ բարձունքների հասնելու համար։ Իր երաժշտական մշակույթում ինքը բավական տաղանդավոր է, դա հերկել չի կարելի, այսինքն այդ աստվածատուր շնորհը, որ իր մեջ կա, երաժշտական շնորհը, ինքը կարծես ծառայեցնում է չարին։ Ու ինքը ոնց որ թե հաջողությունների հասնում է, այդ ոնց անցալել Սրբազան։ Այսինքն հնարավոր է աստվածատուր շնորհը ծառայեցնել ընդդեմ Աստծո։ Մարդկային հաջողությունը նախ չի նշանակում հաջողությունը։ Մեր մարդկային կյանքում շատ բան մենք հաջողություն համարում ենք, ինչ որ հաջողություն չի։ Այնպես որ հիմա կարելի ասել, որ ցանկացած, ասենք, փոփ երգիչ
ավելի հաջողակ է, քան Հռոմի Պապը։ Չէ, ասենք որևիցե մի փոփ երկիչ ավելի շատ բազմություն կարող է հավաքել հաճախ, քան Հռոմի Պապը։ Բայց դա հաջողություն չէ Աստծո աչքի եւ Աստծո նայվածքի ներքո։ Բայց այդտեղ մի ուրիշ բան էլ ասեմ, որ այո, շատերը կարող են իրենց աստվածուրած եւ աստվածամերժ կամ անաստված համարել եւ հայտարարեն, բայց արդյոք այդ աստիճան անաստված են։ Նամանավանդ հենց նույն հոգիները իրենց հոգին, այսպես ասած, սատանային վաճառողներ, իրենք սատանային վաճառելով արդեն փաստում են, որ գոյություն ունի Աստված, որից իրենք հրաժարվում են։ Ուրեմն իրենք այդքան էլ անաստված չեն։ Չէ՞։ Հետևաբար, ինչը որ ես ասեցի, նույնն եք ասում, որ այո, մարդը ծնվում է շնորհներով, ունի շնորհներ, բայց կարող է այդ շնորհներից հրաժարվել, ոչնչացնել, կարող է այդ շնորհները ծառայեցնել բարի նպատակի, կարող է ծառայեցնել ոչ բարի նպատակի։ Իսկ այդ ոչ բարի նպատակի ծառայեցնելով մարդկային այս աշխարհի վրա եղող հաջողությունը, դա հաջողություն չէ աստվածային ծրագրի եւ աստվածային գործունեության մեջ։ Դա թվացial պատրանք է, ինչպես Beatles-ների հաջողություններ իրենց համար թվացial, չէ, եթե գիտեք Ջոն Լենոնը, որոնց տաղանդավոր լինելու մասին չի խոսքը, ոչ մեկը չի հերքում իրենց տաղանդավոր լինել, շնորհալի լինելը, այո։ Բայց Ջոն Լենոնը, եթե գիտեք, ժամանակի նման հայտարարություն արեց, որ իրենք ավելի հայտնի են այսօր, քան Հիսուս Քրիստոս։ Այո։ Այդպես է արդյոք այսօր։ Իհարկե ոչ։ Հետևաբար պահի ազդեցության տակ, պահի փառքի գագաթին լինելը, հայտնվելը, դա դեռ չի նշանակում հաջողություն։ Հաջողությունը, ձեր ասած, ներսես շնորհալու հաջողությունն է, Գրիգոր Նարեկացու հաջողությունն է, որոնք այսօր ավելի հաջողակ են, քան իրենց կյանքում։ Այսօր շնորհալուն եւ Նարեկացուն ավելի շատ մարդ է ճանաչում, քան ճանաչել է իրենց կենթանության օրոք։ Հասկանում եք։ Իսկ այն մարդիկ, որոնք այս պահին հաջողակ են, նրանք երկար կյանք չունեն եւ չեն կարող ունենալ, որովհետեւ ինչպես ասացի, շնորհը պետք է օգտագործել ոչ թե սեփական անձի բարձրացման համար, այլ Աստուծո գործը կատարելու համար։ Սրբազան, եկեք այդ դեպքում պրոյեկտենք այս ձեր ասածը ազգային մակարդակում։ Կա անհատական շնորհ, չէ, եւ կարծես թե կա ազգային շնորհ։ Ես ճիշտ ընկալում եմ։ Եթե այդպես է, ապա ինչու մենք այսօր մենք ազգովի այդքան ապաշնոր։ Ու ինչ անել, որպեսզի աստվածային շնորհ չենք։ Մենք շատ շնորհալի ժողովուրդ ենք։ Աստված մեզ իբրև անհատներ եւ այդ անհատների շնորհների գումարումն է, որ կազմում է ազգային շնորհը։ Մենք շատ շնորհալի ժողովուրդ ենք։ Մենք Աստծո կողմից տրված շնորհներից, ասենք, նեղանալու, նեղսրդելու, դժգոհելու ոչ մի իրավունք չունենք։ Ոչ մի իրավունք չունենք։ Մենք օբյեկտիվ իմաստով, առարգայական իմաստով ժողովուրդների ուրեմն շքերթում ամենատաղանդավոր, ամենաշնորհաշատ, ամենաօրհնված ժողովուրդներից մեկն ենք։ Բայց դարձյալ գալիս ենք այն ինչի մասին որ ասում եմ, ինչի համար ենք օգտագործում մենք մեր շնորհները, ինչի վրա ենք ծախսում մենք մեր շնորհները։ Եթե մենք մեր շնորհները ծախսեինք մեր ազգի ուրեմն զորացման վրա, հզորացման վրա, հայրենիքի զորացման, հզորացման վրա, ինչը որ Աստծո ծրագրի մեջ է, Աստծո ծրագրին հակառակ չի հզոր Հայաստանը, հոգևոր հզոր Հայաստանը, նախ եւ առաջ հոգևոր հզոր Հայաստանը, որը նաեւ պետք է լինի իրոք նաեւ նյութապես հզոր։ Աստծո ծրագրի մեջ է։ Աստծո ծրագրին հակառակ չի։ Աստծո ծրագրին հակառակ է ոչ հոգևոր հզոր Հայաստանը, ինչը որ փորձում ենք կերտել։ Եվ այդ կերտելու ոչ հոգևոր հզոր Հայաստան կերտելու այդ ամբողջ ընթացքի մեջ գնալով Հայաստանը նաև նյութապես փոքրացավ եւ շարունակում է փոքրանալ։ Շարունակում է դեռ փոքրանալ։ Որովհետեւ մենք մեր շնորհները չենք ծախսում այն նպատակի համար, ինչի համար որ կոչված ենք։ Մենք ուրեմն ոչ թե
հերկումն ենք աստվածային շնորհների բաշխման եւ այդ շնորհների օգտագործման ոչ թե հերկումն եք, այլ ընդհակառակը հաստատումն եք, թե ինչպես կարելի է մսխել եւ ոչնչացնել աստվածային շնորհների այն լեցունություն, այն լիությունը, որ մեզ տրված է։ Այդ ասում եք անաստվածություն։ Անաստվածությունը, այո, շատ վատ բան է, բայց Աստծուն հավատալով աստվածամերժ վարկագիծ ցույց տալ ավելի սարսափելի։ Ուրեմն մենք այն ժողովուրդն ենք, որ Աստծուն չենք մերժում հիմնական, բայց մեր վարկով ամեն վարյան ենք մերժում։ Եվ դա առավել վատ է, ինչպես Պետրոս Արաքյալն է ասում, չէ, ավելի լավ կլիներ, եթե ճշմարտությունը ճանաչած չլինեին, քան թե ճշմարտությունը ճանաչեին եւ դրանից հետո գործեին ճշմարտության հակառակ։ Դա նույն բանն է ասում է, շատ խիստ համեմատություն է տալիս, հա, շատ խիստ համեմատություն է տալիս, դա նույնն է, որ ասում է շունը վերադառնա իր փսխածին, կամ խոզը վերադառնա, լվացված խոզը վերադառնա ցեխի։ Հիմա շատերը, այո, կարող են այս հարց բանը, այս խոսքերը, հա, էլի ասել, սրբազան էս ինչ ասում, մեր հասցեին կամ բան, բայց մի եղեք այդպիսին։ Սրբազան ասում, մի եղեք այդպիսին։ Սրբազան, ես մեր աթեիստ ընկերների անունից մի հատ հարց տամ, վստահ եմ հիմա իրանց մեջ այդ հարցը առաջանում է։ Օրինակի համար այսօր աշխարհի հզոր պետերությունները Չինաստանը հոգևոր Չինաստան է կերտում, ԱՄՆ-ն հոգևոր ԱՄՆ է կերտում, եվրոպական երկրները հոգևոր երկիր են կերտում, նրանք եւս այդ գիտակցումը չունեն, բայց որն է պատճառը, որ մենք ոչ հոգևոր պետություն չենք կարող կերտել, իսկ իրենք կարող են։ Դուք ժամանակավորի հարց եք տալիս, ոչ մի կայսրություն, ոչ մի հզոր կայսրություն ինքը հավիտենական չի եղել եւ չի լինում եւ չի կարող լինել։ Այսօր պահը Չինաստանինն է մի պահ։ Այդ Չինաստանը չի կարող երկար մնալ, այդպես երկար չկարողացավ մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգները, արդեն ինքը զիջում է իր դիրքերը, չկարողացավ բրիտանական կայսրությունը, չկարողացավ իսպանական կայսրությունը, չկարողացավ պորտուգալական կայսրությունը։ Եվ եթե զարմանալիորեն, ես ասեմ թողելի զարմանան, թողելի ասեն Կրեմլի գործակալի սրբազանը, զարմանալիորեն Ռուսաստանին ի՞նչն է պահում։ Այդ մի թեթե արկայծող, պլպլացող ճրակը հավատքի քրիստոնեության։ Հոգևոր Ռուսաստան, որը շատ փոքր է, բայց ինքը շատ փոքր լինելով պահում է այդ հսկա զանգվածը ռուսական կայսրության։ Այդ պլպլացող ճրակը կհանգի նաև Ռուսաստանը։ Եվ ես անպայմանորեն նվիրապետական Ռուսաստանի մասին չեմ խոսում, այլ հոգևոր այդ պլպլացող հավատքը պահող Ռուսաստանի մասին եմ խոսում։ Չէ, Ռուսաստան մեծագույն քրիստոնեական մտածողներ է տվել եւ շարունակում է տալ։ Չէ՞։ Մենք համացանցում երբեմն հա տեսնում ենք։ Եվ շարունակում է տալ։ Այդ է որ պահում է Ռուսաստանը։ Այնպես որ անհոգի եւ անաստված կայսրությունները երկար ապրել չեն կարող։ Հռոմեական կայսրությունը ժամանակի ամենահզոր կայսրությունն էր։ Բայց դա մեզ չպետք է հետաքրքրի կոնկրետ, որովհետև մեր առաքելությունը չինացու առաքելություն չի, ռուսի առաքելություն չի, ամերիկացու առաքելություն չի։ Մենք ոչ թե պետք է ասենք ինչպես է, որ իրենք հաջողվում են։ Իրենք գուցե հաջողվում են։ Դա մեզ չպետք է վերաբերի, մեզ պետք է վերաբերի մեր հաջողությունը, ինչպես ընտանիքի պարագային, ոչ թե պետք է նայես կողքիդ հարևանը ինչպես է հաջողվում, ասենք, գողանալով, շորթելով, բերելով, այլ պետք է դու քո առաքելությանը հավատարիմ լինելով պահես քո ընտանիքը եւ Աստծո գործին հավատարիմ լինելով եւ Աստծո կողմից սահմանված պատվիրանները կատարելով։ Այնպես որ մենք մեր առաքելության մեջ չենք եղել, ոչ թե
Այն ընդհանրապես միշտ էլ ձեր ասածի պես փորձել ենք ընտորինակել սրան կամ նրան, երբեք չենք ունեցել մեր սեփական առաքելության գիտակցությունը, եւ դրա համար կորցրել ենք, կորցնում ենք եւ շարունակում ենք կորցնել։ Եվ դեռ կշարունակենք կորցնել, դարձյալ մնալով աշխարհի ամենաշնորհալի ազգերից մեկը, կշարունակենք կորցնել, որովհետեւ այդ շնորհները չենք ծառայեցնում այն նպատակին, ինչին որ պետք է ծառայեցնել։ Սրբազան, մենք անընդհատ խուսափում ենք այդ քաղաքական թեմաներից, բայց կարծես նորից հարց առաջացավ Ռուսաստանի պահով կոնկրետ, որը նաև հոգևոր հիմք ունի։ Օրինակ շատ ընկերներ կան, ովքեր ասում են, եթե Ռուսաստանը օրինակի համար ճշմարտության գծի մեջ է, հավատքի քրիստոնեության գծի մեջ է, ապա ինչպես հասկանալ առաջինը նախահարցակ լինելու, առաջինը պատերազմ սկսելու, եղբայրասպան պատերազմ սկսելու այդ դրա համար պետք չի հոգևոր Ռուսաստանը նույնացնել այս ռուսական քաղաքականության եւ ռուսական այսօրվա պետականության հետ։ Երբեք պետք չի։ Երբեք պետք չի։ Ով ասեց, որ Ռուսաստանի նախահարցակումը, այսինքն մտնում է, ներդաշնակվում է հոգևոր Ռուսաստանի կերպի մեջ։ Բացարձակապես ոչ մի կապ չունի։ Ոչ մի կապ չունի։ Ես դրա համար էլ ասի, որ այսինքն մեր խոսքը չի վերաբերում նվիրապետական Ռուսաստանին, այլ հոգևոր Ռուսաստանը պահողներին, այդ հոգևոր պլպլացող ճրագը պահողներին, որոնք այդ պահել են նաև սովետական տարիներին, 20-ական, 30-ական թվականներին 100 տարի առաջ, այդ ճրագը երբեք չի մարել, հասկանում եք, կաղոդացել է, թուլացել է, բայց երբեք չի մարել։ Երբ որ մարի, այն ժամանակ կլինի իրապես աղետը, բայց այո, ցավոք այդ բոլոր դարաշրջաններում, որ կանել, որ ռուսական, այսպես ասած, քրիստոնեությունը կենսունակ է, դա ներդաշնակ չի ռուսական իմպերիալիզմի հետ, այսպես ասենք։ Ուրեմն ռուսական իմպերիալիզմը գնում է մի ուղղությամբ, ռուսական հոգևոր զգացումը մեկ այլ։ Բայց ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանի հզորացման մեջ այդքան այդ դեր չի խաղում իմպերիալիստական նկրտումները, որքան այդ հոգևոր զգացողությունը, որը եթե նույնիսկ փոքր է, շատ որակյալ է։ Սրբազան, դուք մի հատ միտք տվեցիք, որը իմ մեջ կարծես արդեն սկսեց կրծել միտքս, ուրեմն իմպերիաները, կայսրությունները հավետ չեն, կարծես թե ձևակերպեցիք, քանի որ չունեն հոգևոր հիմք։ Այսինքն չի կարող իմպերիան հոգևոր հիմք ունենալ։ Ինչու՞։ Որովհետև իր նպատակը քաղաքական է։ Իր նպատակը այս աշխարհի իշխանությունն է։ Այս աշխարհի իշխանություն, իսկ այս աշխարհի իշխանը սատանան է։ Ցանկացած պետականություն, որի նպատակ իմպերիա ստեղծելն է եւ իմպերիան պահպանելն է, չի կարող լինել հոգևոր։ Չի կարող լինել։ Դա նույնիսկ փորձել են ասենք բյուզանդական կայսրերը, չէ՞։ Բյուզանդական կայսրությունը ինչ սկզբունքի վրա փորձեց հիմնվել, որ մեկ կայսր բոլոր քրիստոնյաների համար։ Եվ բոլոր քրիստոնյաներին որոշեց բերել մեկ մագանի տակ, ինչը որ չհաջողվեց, ինքը ռեպրեսիաների դիմեց մյուս քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ, քրիստոնեության, այսպես ասած, այլադավան ձևերի նկատմամբ, եւ հնդածս փոքրացավ, ի վերջո կործանվեց։ Նույնը կաթոլիկ աշխարհում, որտեղ հակառակը եղավ, չէ՞, մի պապ բոլոր կայսրերի համար, բոլոր թագավորների համար, եւ դա էլ աղավաղեց ամբողջ կաթոլիկ եկեղեցու ներքին հոգեգանությունը, հոգեգան սպիրիտուալիզմը, հա, եւ դա էլ ծանր հարվածներ հասցրեց կաթոլիկ եկեղեցուն եւ այսօր կաթոլիկ եկեղեցին այո վերագտնում է, ուզում է վերագտնել իր հզորությունը արդեն ոչ թե իմպերիալ մոդեցումներով, այլ զուտ այն մոդեցումներով, ինչին որ կոչված էր հոգևոր։ Այնպես որ իմպերիա հասկացողությունը ինքը արդեն չի կարող լինել հոգևոր։ Ինքը այս աշխարհի իշխանություն, այս աշխարհի իշխանի մոդեցումով է ընթանում։ Տեսեք, այդ իմաստով ես ասում եմ, որ եւ ուրիշներն էլ են ասում, առաջին ասողը չեմ, բայց ես միշտ էլ այդ համոզումին ունեցել եմ, ոչ թե սրանի կամ նրա ասածից եմ ազդվել, հա։ Մեր եկեղեցին, մեր ազգի եկեղեցին, մեր ազգային եկեղեցին, իր բոլոր տգարություններով, թերություններով, սայտագումներով հանդերձ մնացել է ամենամաքուր
քրիստոնեական հավատքը պահպանած եւ փոխանցած եկեղեցի, որտեղ չկա իմպերիալ մոտեցում։ Հասկանում եք։ Չկա իր հավատքը մյուսին պարտադրելու, ստիպելու եւ իր տարածք բերելու մոտեցում։ Հարգալից մյուս բոլորին, բայց հավատարիմ իր առաքելությանը։ Այ երանի թե մեր ազգի բոլոր զավակները հավատարիմ մնային այն առաքելության, ինչին որ հավատարիմ է մնացել այս ազգի փոքրամասնություն կազմող հայ եկեղեցին։ Այո, այս ազգի այս եկեղեցին պատկանում է բոլորին, բայց ինքը իբրև եկեղեցի փոքրամասնությամբ է պահպանվում։ Եվ երանի թե եթե մեր ազգը հավատարիմ լիներ այն սկզբունքներին, որոնք գուցե ինքնաբերաբար ակամայից պահպանվում է եկեղեցում, այսինքն կարող է քահանաներն էլ, հոգևորականներս էլ, մենք էլ այդքան ջանք չենք դնում կամ չենք էլ հասկանում, թե ինչ առաքելություն ենք իրականացնում, բայց այդ առաքելությունը կենդանի է, այդ առաքելության գիտակցությունը կենդանի է։ Եվ եթե մենք իրոք մեր առաքելությանը հավատարիմ լինեինք, կլինեինք օրինակ բոլոր ազգերի համար, կլինեինք օրինագելի բոլորի համար։ Սրբազան, ես լինելով ձեր հոգեզավակը այնուամենայնիվ պիտի խոստովանեմ, որ երբ դուք ասում եք այս աշխարհը տրված է չարին, չարի իշխանին, ես չեմ ասում, Քրիստոս է ասում, այս աշխարհի իշխանը ասում է ես այդտեղ մի փոքր դիսկոմֆորտ եմ զգում, իմ մեջ անընդհատ այն մտադրությունն է առաջ գալիս, որ մենք այնուամենայնիվ պետք է ստեղծենք այնպիսի աշխարհ, այնպիսի երկիր, այնպիսի պետություն, այնպիսի միջավայր, որը քրիստոնեական արժեքներին վարք ու բարքին հարիր պետք է լինի։ Այսինքն ապագա աշխարհը իմ պատկերացմամբ պետք է լինի այդ ամենի մանրակերտը, աստվածային արքայության մանրակերտը երկրի վրա։ Հիմի այդ վերդիկտ է, որ Քրիստոսը ասել է, որ տրվել է ամեն ինչ չարի իշխանին, որովհետև այդ դեպքում շատ մարդկանց մոտ անգործության բան է առաջ գալիս։ Այստեղ դուք չեք ուզում հասկանալ աշխարհաստվածի ողջ աստվածաբանական բովանդակությունը։ Աշխարհը այն է, ինչ աշխարհի համար է։ Իսկ Քրիստոս ասում է, երկնքի արքայությունը ձեր մեջ է։ Այդ երկնքի արքայությունը, որ ձեր մեջ է, պետք է հանեք եւ պետք է դնեք աշխարհի մեջ, որովհետեւ աշխարհը վերափոխվի։ Երբ որ աստվածաբանորեն ասում ենք այս աշխարհը, սա նշանակում այն ամեն ինչ նյութական է, իսկ այն ամեն ինչ նյութականն է, այո, դարձյալը ստեղծված է Աստծո կողմից եւ ստեղծված է բարու համար եւ բարիքի համար, բայց երբ որ մենք այդ նյութականին կապվել ենք եւ նյութականն ենք դարձրել մեզ համար կյանքի գերագույն նպատակ, այդ նյութականը դառնում է արդեն սատանայի սեփականությունը։ Ուրեմն ոչ թե այս աշխարհը մերժելու վրա է մեր առաքելությունը, այլ այս աշխարհում երկնքի թագավորությունը հաստատելու, երկնքի արքայությունը հաստատելու մասին, որ ասել եմ, հայ ժողովրդի առաքելությունը, հայի առաքելությունը այս տարածաշրջանում օրինագելի երկնքի թագավորությունը ստեղծելու մասին է, ոչ թե աշխարհի թագավորություն։ Ուրեմն աշխարհ ասելով միայն այս մեզ շրջապատող բուսականությունը, ֆաունան ու ֆլորան չի։ Այս աշխարհը, երբ որ մեր սիրտը այդ աշխարհում է, այնտեղ է նաև մեր գանձերը։ Այս ամեն ինչը վերափոխելու, վերադարձնելու դրախտական աշխարհին, դրախտի աշխարհին, այս է մեր առաքելությունը։ Իսկ քանի դեռ չենք վերադարձել, այո, այս աշխարհը պատկանում է օձին, որը խաբեց մեր նախահայրերին։ Իսկ այդ լավագույն տարբերակը ենթադրենք մենք վերադառնում ենք այդ ասենց ասած քրիստոնեական վիճակին, չէ, դրախտային վիճակին, ոնց ենք պատկերացնում, այսինքն պետականությունները, կայսրությունները վերանում են եւ մարդկությունը որպես մեկ միասնական տեսելի դուք գնացիք ոչ ձեր ինձ հետաքրքիր է ձեր բոստան կենցաղվարության մակարդակով այդ ոնց է լինում, ուրեմն Աստծունը թողեք Աստծուն, ձերը թողեք ձեզ։ Դուք նախ ձեր առաքելությանը հավատարիմ լինելով այս հողակտորի վրա ստեղծեք երկնքի արքայությունը, մնացած տարածքներում թողեք Աստծուն։ Լավ, Սրբազան։ Եվ վերջում էլ մի հատ հարց, որը ակամայից ծագեց ձեր խոսքի միջից ես քաղեցի այդ հարցը, ուրեմն դուք ասում եք, որ հայ առաքելական եկեղեցին կարծես մնացել է ամենամաքուրը, ամենազտվածը եւ չի տրվել ժամանակի այդ խարդավանքներին, օրինակ ես վերջերս մի հատ տեսակետ լսեցի աղանդավոր ընկերներից,
ում երբ մենք աղանդավոր կոչեցինք, նա էլ ասաց, որ մեր առաքելական եկեղեցին է առաջի աղանդավորը, որովհետև ժամանակին դուրս եկավ այդ եկեղեցական ընդհանուր ժողովներից, Քաղկեդոնից հետո Քաղկեդոնին չմիացանք, չէ, հետևաբար հայ եկեղեցին եւս աղանդավորական կառույց է։ Այսպիսի մի մեղադրանք նետված հայ առաքելական եկեղեցու հասցեին։ Ես կուզենայի ձեր տեսակետը լսել այս հարցի շուրջ Սրբազան։ Ուրեմն այդտեղ ճշմարտություն կարող էր լինել, եթե գիտեք Քաղկեդոնի ժողովի հեղինակը մենք լինեինք։ Ուրեմն Քաղկեդոնի ժողովի հեղինակը մենք չենք։ Մենք չենք էլ մասնակցել Քաղկեդոնի ժողովին, որովհետև ի վիճակի էլ չէինք մասնակցելու, ավարայրի ճակատամարտով էինք զբաղված, մեր քրիստոնեական ինքնությունը պաշտպանելով էինք զբաղված։ Բայց մենք մնացել ենք նախաքաղկեդոնյան հավատքի մեջ։ Եթե ուրեմն մենք նախաքաղկեդոնյան հավատքի մեջ մնալով աղանդավոր ենք, ուրեմն ամբողջ քրիստոնյա աշխարհը մինչև Քաղկեդոն եղել է աղանդավոր։ Մենք մեր հավատքի վրա Եփեսոսի տիեզերական ժողովից հետո ոչ մի բան չենք ավելացրել։ Մենք ընդամենը Քաղկեդոնով ավելացվածը մերժել ենք։ Եվ չենք էլ պակասեցրել, չէ՞։ Չենք պակասեցրել, բայց մենք ընդամենը ավելացվածը մերժել ենք։ Եթե ավելացված մերժել լինելով աղանդավոր ենք, նշանակում է մինչև Քաղկեդոն ողջ քրիստոնյա եկեղեցին աղանդավոր է եղել։ Ինչը որ հայտարարելը խելքին մոտ չի։ Ուրեմն հայ եկեղեցին ոչ մի շանս չունի աղանդավոր լինելու։ Հասկանում եք, որովհետև ինքը ոչ մի բան չի փոխել այն հավատքից, որ եղել է։ Բայց դրանով հանդերձ հայ եկեղեցին այն իմաստությունը ունի, լայնախոհությունը ունի, Քաղկեդոնը ընդունած եւ Քաղկեդոնը դավանող եկեղեցիներին աղանդավոր չհամարելու։ Ինքը թամեն ասում է հայ եկեղեցին, որ նրանք թերևս այսպես են տեսնում։ Աստված այնքան անհասանելի, անմերձենալի, անբացատրելի է, որ չհնարավոր չի, որ որևիցե մեկի բացատրությունը 100%-անոց ճշմարիտ լինի։ Հետևաբար, եթե արևմուտքի եկեղեցին այդպես տեսել է եւ այդպես շարունակում է տեսնել, մենք իրենց աղանդավոր չենք համարում։ Այնա Հռոմի կաթոլիկ եկեղեցին, Հռոմի պապ ընտրեցին, ուրախ ենք, աղանդավոր չենք համարում։ Ընդամենը ակնկալում ենք, որ մեզ էլ աղանդավոր չհամարեն։ Եվ մենք ուրախ պետք է լինենք, եւ մեր ազգը պետք է ուրախ լինի, որ մենք ամենամաքուր, անաղարտ, քրիստոնեական հավատքը պահել ենք, գոնե ֆորմալ առումով պահել ենք։ Այնպես որ աղանդ լինելու ոչ մի շանս չունենք։ Շնորհակալ եմ Սրբազան հայր, ինձ թվում է այսօր բավական լայն թեմաների շրջանակ մենք շոշափեցինք, ահագին մտածելու բան ունենք այս ընթացքում։ Շնորհակալ ենք նաև ձեզ հարգելի հետևորդներ, որ անպերատար լսեցիք, ուշադրությամբ լսեցիք մեր հաղորդումը, հուսամ շատ հարցերի պատասխաններ ստացաք, շատ հարցեր առաջացան, եթե հարցեր առաջացան, կարող եք գրել մեկնաբանությունների մեջ, մենք ուշադիր ենք եւ կփորձենք հաջորդ մեր հանդիպումների ժամանակ այդ հարցերը անպայման դիտարկել։ Շնորհակալություն, Աստված օգնական Սրբազան։ Ճշմարտություն։ Ողջ ճշմարտությունը մեր իրականության մասին Միքայել arczepiskopos Աջապահյանի կողմից։ Հաղորդաշար յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։